Բայց ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ողջույն սիրելի հյուրեր, Սարգիս Բուն TV-ի եթերում Բուն բանավեճն է։ Բարև ձեզ Աննա, բարև ձեզ հարգելի հյուրեր, Բուն բանավեճը մի հարթակ է, որտեղ մարդիկ ազատորեն կարող են արտահայտել իրենց կարծիքները, բայց մեր հարթակը ունի իր կանոնները, որոնք մենք կներկայացնենք յուրաքանչյուր փուլից առաջ։ Եվ ես սիրով հիշեցնում եմ, որ մեր այդ հարթակին կարող են մասնակից դառնալ նաև մեր հեռուստադիտողները։ Դրա համար սոցիալական հարթակներում Բուն TV-ի եւ Facebook-ում եւ Instagram-ում պետք է ծանոթանալ մեր հաջորդ շաբաթվա թեմային եւ հարցեր ուղղել մեր հյուրերին։ Հարցեր ուղղեք անպայման մեր հյուրերին, իսկ այսօր մենք հարգելի ունկնդիրներ պատրաստվում ենք քննարկել եկեղեցի պետություն, եկեղեցի իշխանություն հարաբերությունները։ Այդ հարաբերությունները Աննա տարօրինակ կերպով մի ժամանակ դարձել էին ներքաղաքական այսպես պայքարի գլխավոր թեման, այսօր կարծես փոքր ինչ մարել են, բայց հարցը օրակարգում է մնում, եք ներկայացնենք այսօրվա մեր հյուրերին։ Սիրով, այսօրվա մեր հյուրերն են իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը, բարև ձեզ Տիկին Մելիքյան։ Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խարատյանը, բարև ձեզ պարոն Խարատյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Կրոնագետ Հայկ Հակոբյանը, շնորհակալ եմ պարոն Հակոբյան հրավերն ընդունելու համար։ Եվ մշակութային մարդաբան Յուլիա Անտոնյանը, բարև ձեզ Տիկին Անտոնյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես անցնում ենք մեր հաղորդման առաջին փուլին, որի շրջանակներում մենք մեկական հարց կուղենք ձեզ, հարգելի հյուրեր, եւ դուք կունենաք 2 րոպե ժամանակ հարցերին պատասխանելու համար։ Այո, 2 րոպե ժամանակ, խնդրեմ Աննա, ում եք ուղղում ձեր հարցը, բայց մինչև հարցերը ուղղելը նաև ունենք կանոններ, որի մասին արի հիշեցնենք։ Հիշեցումն այն մասին է, որ մենք միմյանց ընդհատելու հնարավորություն չունենք եւ առաջին նման դեպքի ժամանակ նկատողություն են ստանում որպես կանոն մեր հյուրերը, իսկ երկրորդ նկատողության դեպքում արդեն ցավոք պիտի խնդրենք, որ լքեն տաղավարը։ Բայց վստահ եմ, որ այդ կանոնները կիրառելու կարիք չի լինելու մեր քննարկման ընթացքում։ Եվ բնականաբար մենք չենք կարող միմյանց վիրավորանք հասցնել, խնդրեմ։ Սկսենք ձեզնից, պարոն Խարատյան։ Ինչպես նշեց արդեն իմ գործընկեր Սարգիսը, վերջին շրջանում թեժ թեմա էր դարձել եկեղեցի պետություն հարաբերությունները եւ կային տարբեր կարծիքներ են մասին, թե արդյոք սահմանադրության խախտում տեղի է ունենում, թե չէ, ընդ որում երկու կողմերից էլ։ Մի կողմից խոսվում էր, որ իշխանությունն է խախտում սահմանադրությունը միջամտելով կրոնական կազմակերպության ներքին գործերին, մյուս կողմից կար նաեւ իշխանության կողմից մեղադրանք, որ եկեղեցին էլ է խախտել նույն այդ սահմանադրական օրենքները։ Առաջնորդում է ընդդիմադիր շարժում, կոչ է անում իշխանափոխության։ Զբաղվում է քաղաքականությամբ մեծ իմաստով։ Կխնդրենք ձեր մեկնաբանությունը, դուք ինչ կարծիք ունեք այս փոխադարձ մեղադրանքների մասին եւ ունեք 2 րոպե։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար, ուրախ եմ այս տաղավարում լինել եւ Բուն TV-ի այս ֆորմատի հյուրը լինել։ Սա կարծում եմ արդեն չնայած դեռևս շատ վերջերս ստեղծված, բայց արդեն կայացած բանավեճային հարթակ է, ինչի առիթով շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Սահմանադրության խախտման հետ կապված կամ օրինականության հետ կապված գործընթացի մեր իրավաբան գործընկերները թերևս ավելի ճշգրիտ կխոսեն, բայց այն ինչ առերևույթ կարող ենք տեսնել, ակնհայտ է, որ եկեղեցու եւ պետության անջատ լինելու հետ կապված լրջագույն մարտահրավեր է։ Սա փաստ է այլևս, հենց այն իմաստով, որ մի կողմից, այո, պետությունը խառնվել է կոնկրետ կրոնական կազմակերպության, հիմա մի կողմ եմ դնում, սա հայ առաքելական կամ հայաստանյաց առաքելական եկեղեցին է, թե այլ կրոնական կառույց, ներքին կանոնադրական կարգի փոփոխության մեջ, հա, այսինքն պետությունն իր վրա հայտարարելով, որ բարեփոխումներ է եւ որ հասնելու է ինչ որ մեկի հրաժարականին, ընդ որում ներքին գործընթաց է նաեւ հարուցել եւ այս սրա իրավական հատվածի հետ կապված կարծում եմ դատարանները պետք է վճիռներ ունենան, որովհետեւ ցավոք նաեւ չենք տեսնում միջազգային կառույցների նրանք, որոնք կրոնական ազատություններով են զբաղվում, կոնկրետ պատասխանները եւ արձագանքները նրա ինչ տեղի է ունենում հիմա։ Մյուս կողմից այո, փաստ է նաև այն, որ հոգևորականներ որոշ քաղաքականությամբ էին զբաղվում, կարող են զբաղվել, այդտեղ որևէ ողբերգություն չկա։ Նրանք ևս Հայաստանի քաղաքացիներ են, դա այդ իրավունքներն ունեն, պարզապես եկեղեցական իրենց առաքելությունը պիտի մի կողմ դնեն, սկսեն աշխարհիկ գործերով զբաղվել։ Նույնիսկ հոգևորական լինելով, բնականաբար նրանց իրավունքները սահմանափակած չի Հայաստանի օրենքով, իրենք կարող են քաղաքականությամբ զբաղվել։ Ասում է երկու կողմերն էլ ճիշտ են, պարոն Խարատյան։ Ոչ, ես ասում եի հենց այն, որ խախտվել է ըստիս եկեղեցի պետություն տարանջատումը, որը սահմանադրորեն ձևակերպված նորմ է։ Այո, հայաստանյաց առաքելական եկեղեցին հատուկ կարգավիճակ ունի Հայաստանի սահմանադրությամբ, բայց ամենևին չի նշանակում, թե այդ կարգավիճակից ելնելով իրենց հետ հարաբերությունները պիտի այլ լինեն, քան այլ կրոնական կառույցների։ Թույլ տանք պարոն Հակոբյանը պատասխանի այս հարցին։ Պարոն Հակոբյան, ընդհանրապես աշխարհում ժամանակակից աշխարհում ինչ մոդելներ կան եկեղեցի պետություն,
կա նաև այն կարծիքը, որ գիտեք, այս կոնֆլիկտը եկեղեցու եւ կառավարության միջև ինչու է Հայաստանի պարագայում նոր ցակել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը համեմատաբար նոր, այսպես ասենք, պետական կազմավորումը եւ օբյեկտիվորեն վաղ թե ուշ այս կոնֆլիկտը պետք է առաջանար։ Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար, նախ մի փոքրիկ նախորդ հարցին որպես արձագանք, գիտեք, կար համայնք եւ համայնքային կյանք եւ մենք գիտենք, որ զուտ եկեղեցաբանական, աստվածաբանական տեսակետից եկեղեցին դա մկրտվածների հանրույթն է, որը գնում է ժողովարան։ Եվ այս առումով առնվազն 19-րդ դարում եւ 20-րդ դարի միջև 20 թիվը համայնքները կարողանում էին փոխել իրենց քահանաներին, եթե ինչ-ինչ դժգոհություններ ունեին։ Այստեղ ուղղակի, եթե հետևենք եկեղեցական կանոններին, թերևս պետք է լինի համայնքի պահանջը եւ համայնքից եկող, ներքևից եկող պահանջ, որպեսզի այդ ամենը կանոնիկ եկեղեցաիրավական համատեքստում ճիշտ լինի։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած խնդիրներին, տեսեք, 1920 թվականից հետո, երբ որ Հայաստանը խորհրդայնացվեց, Խորհրդային Միությունը սկսեց ստեղծել իր եկեղեցին, որ ավարտվեց չպայմանավորվող մարդկանց սպանությամբ, աքսորով, օրինակ ամենայն հայոց կաթողիկոս Խորեն առաջինի, եւ ստեղծվեց համընդհանուր ձևով Ստալինյան եկեղեցի, այսպես մի հասկացություն կա։ Իմ տպավորությամբ մենք ներկայումս գտնվում ենք հետ անկախական, նորանկախ Հայաստանի եկեղեցու ստեղծման ճանապարհին, որտեղ էլի պետք է շատ ուշադիր կերպով հետևեն այն միջնադարյան կանոնները, որոնք կարգավորում են եկեղեցու կյանքը, որտեղ եկեղեցին դասական իմաստով 21-րդ դարի պրոդուկտ չէ, ինքը մոտ 2000 տարվա մի կառույց է եւ այդ նյուանսները եւ այն հանգամանքը, որ եկեղեցին ապրում է միջնադարում եւ պետք է ապրի միջնադարում իր կանոններով, պետք է հետևեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Մելիքյան, կուզեմ իրավական տեսանկյունից անդրադառնանք եւ մենք մեր ներածական խոսքում եւ մեր հյուրերից արդեն Արսենը Խարատյան խոսեց նրա մասին, որ սահմանադրության խախտում ըստ էության երկու կողմն էլ երբ մեղադրում են միմյանց, արդարացի մեղադրանքներ են, բայց իրավական տեսանկյունից սահմանադրության խախտման դեպքում ինչպիսի նախ սանկցիաներ կան եւ երկրորդը խոսվեց նրա մասին, որ հոգեվորականները նույնպես կարող են քաղաքականությամբ զբաղվել, բայց երբ կաթողիկոսը օրինակ պահանջում է հրաժարականը ընտրված կառավարության ղեկավարի, դա նույնպես սահմանադրության խախտում չէ։ Ես շնորհակալություն հարցի համար, ես փոքր ինչ համամիտ չեմ պարոն Խարատյանի հետ այն մասով, որ երկկողմանի խախտում է տեղի ունենում, ճիշտն ասած, հատկապես հաշվի առնելով, որ մենք զբաղվում ենք մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ առաջին հերթին մշտապես դիտարկում եւ գնահատում ենք պետության, պետական համակարգի գործունեությունը եւ նայում ենք արդյոք հատկապես գործադիր իշխանությունը գործում է իրեն տրված լիազորությունների շրջանակում, որովհետեւ հենց Հայաստանի Հանրապետության սահմանադրության ամենակարևոր սկզբունքներից մեկը օրինականությունն է եւ ի տարբերություն եկեղեցու կամ ցանկացած այլ կառույցի պետական մարմինները կարող են անել միայն այն, ինչ որ հստակորեն մատնանշված է, տրված է իրենց օրենքով։ Ի տարբերություն ցանկացած այլ դերակատարի, հա, սա շատ կարևոր է եւ այն ինչ որ մենք արձանագրեցինք, ակնհայտորեն միջամտություն էր կրոնական կազմակերպության ինքնավարության հարցերին, ավելին սա տեղեր ունենում հրապարակային, սա տեղեր ունենում ոչ թե որպես անհատ սովորական հավատացյալի կողմից, որը նույնպես զուգահեռաբար զբաղեցում է ինչ-որ պաշտոն, այլ ի պաշտոներ, հատկապես հունվարի սկզբին, երբ որ մենք տեսանք հուշագրի ստորագրում, որը ստորագրվեց որպես վարչապետ, ավելին մենք տեսնում ենք հարկադրանքի, պետական հարկադրանքի ողջ մեխանիզմի օգտագործում, ոստիկանության աշխատակիցներ, ազգային անվտանգության աշխատակիցներ, որոնք միջամտում են եւ կարգավորում են համապատասխանաբար մուտք, ելք, համապատասխան կրոնական շենքեր եւ այլն, սա մեկ։ Երկրորդ հարցի առնչությամբ արդյոք եկեղեցին անցել է իրեն տրված լիազորությունները կարծիք արտահայտելով, կոնկրետ կոչեր հնչեցնելով եւ այլն, այստեղ պետք է ասենք, որ իրականում կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից, այն չափանիշների տեսանկյունից, որոնք կարգավորում են այդ թվում նաև կրոնի ազատությունը եւ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը, շատ հստակ է, որ իրականում, ինչպես պարոն Խարատյանը նշեց,
ցանկացած հոգևորական նույնպես ֆիզիկական անձ է առաջին հերթին եւ քաղաքացի քաղաքացի է եւ ի տարբերություն այլ պաշտոն զբաղեցնողների, որոնք ունեն սահմանափակումներ կարծիք այտայտելու այդ քաղաքական, հոգևորականները չունեն նման սահմանափակում։ Շնորհակալություն Տիկին Մելիքյան, ցավոք ժամանակը Բայց սպառվեց, դուք բայց դեռ հնարավորություն ունենաք դեռ ունենաք անդրադառնալու։ Տիկին Անտոնյան, մյուս կողմից գիտեք մարդկանց նաև այս հարցն է հուզում, որ գիտեք Հայաստանը բավական խնդիրների առջև կանգնած, ինչքանով է տեղին կառավարություն, եկեղեցի, ինչքանով արհեստական չէ, հատկապես 21-րդ դարում այս բախումը թույլ տվեք անվանել այն այսպես, ինչ կասեք։ Շնորհակալություն հարցի համար։ Ճիշտն ասած, այդ բախումը այնքան օրգանիկ է, այնքան բնական է, որ այստեղ մարդկանց զարմանքը, հետաքրքրությունը, համաձայնությունը արդեն այդքան մեծ նշանակություն չունի։ Եթե օրգանիկ է, բնական է, որ կառույցն է ժամանակավրեպ հետևաբար կառավարությունը, թե եկեղեցին։ Դե տեսեք, ընդհանրապես մենք եկեղեցու եւ սեկուլար իշխանությունների պայքարի դրվագները ունենք ամբողջ մարդկային պատմության մեջ եւ որ երկիրն էլ վերցնենք մենք կարող ենք այդ պատկերը դիտել հենց ուրեմն ավելի կենտրոնացած ավելի ուժեղ է դառնում իշխանությունը եկեղեցու հետ սկսում է մրցակցել որտեղ դրանք երկու ինստիտուտներն են որոնք հավակնում են երկուսն էլ բացարձակ իշխանության Եվ այդ մրցակցությունը սովորաբար մենք կարող ենք ամենտեղ դա տեսնել, սկսած, չգիտեմ, Բյուզանդիայից, Անգլիայում, Եկեք հեռու չգնանք, մեր վարչապետը սիրում է բերել Պապ Թագավորի օրինակը Իմիջիայլս Հայաստանն այդ առումով շատ ավելի թույլ օրինակներից մեկն է, որովհետև Հայաստանը երբեք չի եղել այդ չափ ուժեղ պետություն, որ կարողանա իրոք, ասենք, այդ մրցակցությունը ավարտել հոգուտ պետությանը, հոգուտ իշխանությանը, ինչը տեղի է ունեցել օրինակ շատ ավելի հզոր կայսրություններում, ենթադրենք Եվ միևնույն ժամանակ ու այստեղ պարադոքսն է արդեն այդ պետությունները կայսրությունը եկեղեցու կարիքը ունեն դրա համար մենք չենք տեսնում բացարձակ եկեղեցու ոչնչացման երևույթներ ավելի շատ եկեղեցու վերակազմակերպման ենթարկման եւ այլ որտեղ եկեղեցին Դուք սպասում եք որ այդ ճակատագրին կարժանանա նաեւ հայաստանյաց առաքելական եկեղեցին Տեսնենք ես հիմա չեմ կարող գուշակություններ անել բայց միանշանակ եկեղեցին եւ կրոնը կարող է նաեւ շատ ուժեղ լեգիտիմացնող ուժ լինել եւ այստեղ մի կողմից մրցակցություն մյուս կողմից իրար լեգիտիմացնելու այդ տենդենս դա միշտ բնորոշում է այդ հարաբերությունների յուրահատկությունները Այո Հարգելի հյուրեր մենք անցնում ենք մեր հաղորդման երկրորդ փուլին Աննա կներկայացնեք կանոնները Իհարկե սիրով այս փուլում հարգելի հյուրեր դուք կունենաք 30 վայրկյան ժամանակ հարց ձևակերպելու համար հյուրերից մեկին հյուրերը 3 րոպեի շրջանակներում կպատասխանեն հարցին Եվ որից հետո դուք ունեք դարձյալ 30 վայրկյան եթե ցանկանում եք արձագանքել կարող եք արձագանքել Սկսենք Տիկին Մելիքյան ձեզնից սկսենք Շնորհակալություն Անկեղծ ասած կուզենայի Տիկին Անտոնյանից ճշտել իր մասնագիտական տեսանկյունը առայն թե այդ բախումը ինչպես նշեցիք որ մի կողմից դրամաբանական է ինչ որ պահի ունենալ մշտապես որտեղ իշխանության պայքար է տեղ ունենում մյուս կողմից արդյոք այդ բախումը կարող է եւ պետք է իրոք ուժեղացնի պետությանը թե հակառակը ուժեղացնի օրինականության համատեքստում, եթե կարող ենք այդպես ասել, ոչ թե բացարձակ իշխանություն տալու եւ այդ դեպքերում արդեն հարկադրան ավելի ուժեղ դառնալու այդ տեսանկյունից։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր հարց է դեպ, դա իհարկե կախված է նաև կոնկրետ կրոնական այդ կրոնական ուղղությունը, ինչ դեր է զբաղեցնում, ինչ դեր է կատարում ունի կոնկրետ ժողովրդի մեջ, դա կախված է նաև այդ կրոնական ինստիտուտների ուժեղ եւ հզորությունից, դա կախված է նաև փոխադարձ հարաբերություններից։ Կոնկրետ Հայաստանում ես կասեի, որ հատկապես վերջին մի քանի տասնամյակներ բավականին կարևոր էին եկեղեցու դերակատարման տեսակետից, որտեղ եկեղեցին կարելի ասել միակ լեգիտիմացնող ուժ էր, որտեղ մենք գիտենք ընտրված ճակերտներում կան գործիչները, նրանք չունեին այդ դեմոկրատական լեգիտիմացման այդ հզորությունը եւ ստիպված օգտվում էին
այսպես հոգևորից, հա, եկեղեցականից ու դա ուժեղացնում էր եկեղեցին որպես ինստիտուտ։ Այսօր մենք ունենք լրիվ այլ իրավիճակ, երբ որ մեր ղեկավարների լեգիտիմությունը, որը ապահովում է ընտրություններով, ոչ ոք արդեն sense լուրջ հարցի տակ չի դնում։ Կարող են լինել այս կողմ են կողմ, հա, ինչ որ կարծիքներ, բայց լուրջ հարցի տակ ոչ ոք չի դնում եւ ստացվում է, որ եկեղեցու դերը այստեղ ահագին թուլանում է։ Միևնույն ժամանակ եկեղեցին պահպանելով բավականին սերտ կապեր այն հին, հա, կառույցների հին դերակատարների հետ, ինքը նաև ձգտում է իր տեղը զբաղեցնել, գտնել իր տեղը, որը ասենք չի գտնում ներկա իրավիճակում ու այստեղից ամբողջ խնդիրն է իրականում ծագում, ամեն մեկը հիմա փորձում է ադապտացիա, փորձում է հասկանալ այդ հարաբերությունները ինչ ֆորմատ պետք է ստանան։ Եվ պետք է ասել, որ եկեղեցին էլ մենք չենք կարող ընդունել եկեղեցին որպես միատար ինչ որ մի խումբ, հա, որտեղ այնտեղ շատ տարբեր մարդիկ կան, տարբեր հայացքներով, տարբեր նկրտումներով, տարբեր պատկերացումներով եւ եկեղեցու մասին, եւ քաղաքականության, եւ ղեկավարների, եւ իշխանության մասին։ Այնպես որ ես կասեի, որ այստեղ նաեւ բացի իշխանությունից ու եկեղեցուց որպես երկու ինստիտուտների կա նաեւ եկեղեցու ներսում խմբավորումներ, որոնք նույնպես հաշ չեն, նույնպես փորձում են գտնել իրենց տեղը, իրենց տեսլականը, հա, ապագայի ոմանք ասենք դա տեսնում են հակառակ ուրեմն այդ ինչպես պարոն Հակոբյան ճիշտ ասեց միջնադարացման մեջ, հա, ոմանք հակառակը տեսնում են եկեղեցու ինստիտուցիոնալ մոդեռնացման մեջ, տարբեր տեսակներ կարող են լինել, հա, այդ տեսլականների, բայց հարցը մնում է հարց, որ չկա ինչ որ միասնական հայացք, չկա ինչ որ ուղղություն եւ ամեն ինչը շատ խախուտ է այդտեղ։ Տիկին Մելիքյան, դուք կարող եք արձագանքել։ Շնորհակալություն, իրականում շատ հետաքրքիր էր, որովհետև ձեր ասվածի լույսի ներքո մտածում էի, որ ըստ էության մենք ունենք քաղաքացիական հասարակություն, մենք ունենք ընդդիմություն, ինչ ունենք եւ եկեղեցին ըստ էության այն կառույցներից մեկն էր հաշվի առնելով թե ինչ մեծ հոտ ունի, այսինքն ինչ մեծ ծավալի ազդեցություն ունի, որպեսզի այդ թվում նաեւ հաշվետու պահի իշխանություններին, այսինքն որպես կարևոր դերակատար եւ այդ պայքարը գուցե եւ նպաստի հաշվետվականության բարձրացմանը։ Շնորհակալություն։ Տիկին Անտոնյան, խնդրեմ, ում եք ցանկանում ուղղել ձեր հարցը։ Ճիշտ ասած, ես պարոն Հակոբյանն եմ ուզում հարցը տալ, որպես մասնագետ ու մասնագետին, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Դուք ասացիք, որ փաստորեն մինչև հիմա մենք գործ ունենք այդպես կոչված ստալինյան, հա, եկեղեցու հետ։ Իսկ ինչ կարծիք եք, ասենք, արդյոք եկեղեցին որևէ փոխակերպումների, փոփոխությունների չի ենթարկվել 90-ականներից սկսած։ Ինչ որ նոր եկեղեցական ասենք ասենք եկեղեցու գործնեության, եկեղեցու դերակատարման ինչ որ նոր մոդելներ արդյոք չեն սկսել ձևավորվել այդ ժամանակներում։ Շնորհակալություն, Տիկին Անտոնյան։ Շատ հետաքրքիր հարց էր։ Գիտեք, բոլոր դարերում հոգևոր բարձրագույն իշխանությունը համագործակցել է պետության հետ, դա լինի մեծ հայքի թագավորությունը, լինի դա Օսմանյան կայսրությունը, խորհրդային միությունը, թե ոչ։ Տեսեք 1938-ին, երբ որ չպայմանավորվողների հարցը լուծեցին եւ ստեղծեցին պայմանավորվող եկեղեցին, իսկ հոգեորականության մի զգալի հատվածը եկեղեցին պահպանելու մղումով սկսեց որոշակի համագործակցություն ունենալ պետության հետ, որ աթեիստական բնույթ էր կրում, այ 91 թվականից հետո դա շատ սուբյեկտիվ կարծիք է, շատ կարճ մի կառավարում եղավ 95-ից 99, դա Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսն էր, որը սփյուռքահայ էր։ Բացի դա, մեր պետական կառավարումը մինչև այս վերջերս որոշակի աշխարհաքաղաքական ակտերների հետ համագործակցության հիմքի վրա էր։ Եվ դա չէր ենթադրում մինչև այս վերջերս ստալինյան եկեղեցու վերափոխում կամ խորհրդային եկեղեցու վերափոխում դեպի անկախ Հայաստանի Հանրապետության եկեղեցու։ Այժմ այդ վերափոխման տենդենսները նկատելի են։ Շնորհակալություն, կարող եք Ես արձագանքել։ եւ ճիշտ ասած եւ համաձայն եմ եւ չէ, որովհետեւ այնուամենայնիվ 90-ականներում իրոք բավականին կարճ ժամանակահատված կար, երբ որ եկեղեցու մոդեռնացման, ոչ միայն վերաինստիտուցիոնալացման, այլ նաեւ մոդեռնացման ինչ որ շրջան էր, որը չզարգացավ այնուամենայնիվ եւ որը ավարտվեց փաստորեն 2000-ականների սկզբից, երբ որ պետությունը
սկսեց հակառակը ուրեմն վերադարձնել այն ստալինյան մոդելը, երբ որ եկեղեցին ծառայում է ուրեմն Շնորհակալություն Տիկին Անտոնյան։ իշխանություններին։ Պետությունը թե եկեղեցու արդեն փոխված ղեկավարը, բայց այդ փոխեց Եթե փոխեց այո, եկեղեցին։ Եթե թույլ տաք, ես շատ կարճ արձագանք եմ։ Գիտեք, դա ավելի շատ ոչ թե մոդեռնիզացիա էր, այլ ակտիվություն, որտեղ եկեղեցին եւ հոգեորականները բավականին բոլոր հետ խորհրդային ամբողջ երկրներում շիվար վիճակում էին, որովհետեւ կոնկրետ գործունեության արիալ կար եւ այդ արիալը փլվեց եւ նրանք ստիպված պետք է ակտիվանային։ Մոդեռնիզացիա ես դա չէի անվանի, ինչեւ ձեր կարծիքը շատ հետաքրքիր էր։ Շնորհակալություն մեր հյուրերին Սարգիս հիշեցնենք, որ երբ ժամանակը սպառվում է, բայց ասելիքը դեռ մնում է, հիշեցնեմ, որ մենք ունենք 5-րդ փուլ, որի ընթացքում դուք կունենաք 3 րոպե ժամանակ անդրադառնալու բոլոր բաց մնացած հարցերին։ Պարոն Խարատյան, ձեր հարցի իրավունքի երթն է։ Շատ լավ, բանավեճը շատ հետաքրքիր է խոսակցությունը, ես ավելի շատ իրավական հարցով կուզենայի լսել Տիկին Մելիքյանի մոտեցումը, այ որտեղ է, որ հոգևորականները քաղաքացիությամբ զբաղվելու սահման ունեն, կա այդպիսի բան, թե ոչ, այն, որ իրենք հոգևորական են, դրանով սահմանափակվում է իրենց որոշ ազատություններ եւ արդյոք եկեղեցին ուղիղ քաղաքացիությամբ զբաղվելու իրավունք ունի մեր օրենսդրությամբ։ Շնորհակալություն։ Իրականում ոչ միայն մեր օրենսդրությամբ, այլ նաև միջազգային չափանիշների լույսի ներքո իրենք, այսինքն հոգևորականները կարող են արտահայտել քաղաքական կարծիք, կարող են մասնակցել հավաքներին, հենց օրենքը կրոնական կազմակերպությունների մասին շատ հստակ ասում է, որ այն հարցերը, որոնք այս բուն կրոնական չեն, կարգավորում են հավաքների մասին օրենքով եւ ըստ էության ինչպես ցանկացած այլ քաղաքացի կարող են արտահայտվել։ Այդ թվում նաև ԶԼՄ-ների միջոցով եւ այլն։ Եկեղեցին որպես ինստիտուտ, այսինքն հոգևորականները առանձին դիտարկենք, եկեղեցին որպես ինստիտուտ առանձին դիտարկենք, այստեղ արդեն կարող ենք քննարկել արդյոք երբ կաթողիկոսը խոսում է եկեղեցու անունից, այ պահանջներ է ներկայացնում, արդյոք դա միջամտություն է, բայց այստեղ շատ կարևոր հարց է։ Կա մոլորեցում կարծես թե եզրույթների, որովհետև մեր սահմանադրությամբ արգելված չէ կարծիք արտահայտվել, այդ նաև քաղաքական կարծիք եկեղեցու կողմից, սա միջամտություն չէ։ Միակ տարանջատումը, որ մեր օրենսդրությունը պահանջում է, որպեսզի եկեղեցին չկատարի պետական գործառույթ։ Այսինքն եկեղեցին կարող է անել այն, ինչ որ պետությունը իրեն տվել է, բայց չփոխարինի պետական որևէ գործառույթ, օրինակ ամուսնությունների գրանցում եւ այլն, սա կդիտարկվեր ըստ էության միջամտություն։ Իսկ երբ եկեղեցին օրինակ չի ճանաչում ընտրությունների արդյունքներով ընտրված վարչապետին, դա օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթներ փոխարել չեն կարող մեկնաբանել։ Կարող եմ հիշեցնել ձեզ բազմիցս, որ Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացների արդյունքները ընդդիմադիր կուսակցությունները տարիներ շարունակ չեն ճանաչել նախկինում։ Դա որևէ կերպ չի ազդել ոչ պետական ապարատի շարունակական գործունեության վրա, այսինքն դժգոհություն կար բնականաբար բայց կար հաստատում, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, կային դիմումներ Սահմանադրական դատարան։ Ներեցեք, ընդհատեցի ձեզ։ Արդյոք սա չէր նշանակում, այսինքն խոչընդոտում էր այդ վերընտրված կամ ընտրված պաշտոնատար անձանց իրացնել իրենց պետական գործառույթները, այդ ունավ միջազգային մակարդակում եւ այլն, անկախ նրանից թե հանրության որոշ զանգված ընդունում էր այդ արդյունքները թե ոչ։ Նույնը եկեղեցին ընդհանրեն իրավաբանական անձ է, եթե տենց պարզունակ ասենք, հա, իրավունքի տեսանկյունից, մեր ՀԿ-ն կարող է պայմանական չընդունի ինչ որ արդյունքներ, հայտարարություններ անդադ տարածի, կոչ անի ինչ որ հրաժարականի եւ այլն, այս իմաստով մենք իրականում հավասար ենք։ Այլ բան է, որ եկեղեցու ազդեցության աստիճանը շատ ավելի մեծ է հաշվի առնելով թե քանի անձ հավատացյալ է ներկայացնում եւ այլն։ Մյուս կողմից իրականում ես սովորաբար նշում եմ նաեւ հակառակ պարտավորություն եկեղեցու իր հոտին, իր համայնքին հուզող հարցերը բարձրաձայնելու։ Այսինքն սա այլ պարտավորություն է, եթե դա հուզում է համայնքի զգալի մասին, արդյոք չպետք է խոսեն դրա մասին, չբարձրաձայնեն ինչ որ խնդիրներ, ըստ էության ընդդիմությունը, ընդդիմախոսությունը ինքնին միջամտություն չէ։ Սա շատ կարևոր է կարծում եմ հասկանալ։ Շնորհակալություն, դուք արձագանքի հնարավորություն ունեք 30 վայրկյան։ Էական արձագանք չունեմ, ինձ համար միակ սահմանի խնդիրներ եւ սահմանադրորեն եկեղեցու առանձին կարգավիճակ ունենալը, որ կարծում եմ եթե առիթ ունենանք ավելի ուշ կխոսենք, բայց պատասխանը սպառիչ է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ձեր հարցի հերթին է։ Ես հարց կցանկանայի ուղղել ձեզ, պարոն Խարատյան, թեմայի շուրջ նաեւ խորհրդային շրջանի ընթերցելով բավականին մեծ թվով գրականություն, այդ թվում ձեր մայրիկի հրատարակությունները։ Այո, եւ ես կցանկանայի մի հարց տալ, որովհետեւ այ եկեղեցի պետություն արճակատման այս համատեքստում
լրտեսության մեջ գործակալական ցանցի մեջ մեղադրանքներ են հնչում եկեղեցականների ամենաբարձրաստիճան եկեղեցականների հասցեին։ Այ ինչ եք կարծում այդ մեղադրանքները, զուտ մեղադրանքները լինելուց զատ, ինչ որ կերպ պետք է հիմնավորվեն, թե ոչ։ Ես ուղղակի ուղու մտցնեմ ոչ թե լրտեսության, այլ գործակալական։ Այո, լրտեսության մեջ ռուսահայոց թեմի ղեկավարին ոչ ոք չի մեղադրել։ Այո, գործակալական։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հարցի համար, չնայած ես Ստալինյան ռեպրեսիաներով ձեր պես մշակութային մարդաբանների արած աշխատություններով եմ ավելի շատ հետաքրքրել, բայց քանի որ նաև առիթ եմ ունեցել Սփյուռքում ապրել, ես ուզում եմ ուղղակի շատ փոքր հիշեցնել ակնարկով, որ 20-ականներին Միացյալ Նահանգների արևելյան թեմում հենց եկեղեցու ներսում գնդակահարվում էր բարձրաստիճան հոգևորական KGB-ի գործակալ լինելու համար, հա, եւ դա անում էր հայ հեղափոխական դաշնակցությունը, որի հիմա դոշ տված պաշտպանում է Հայաստանյաց առաքելական եկեղեցին։ Ընդ որում մի կուսակցություն, որը սերտ առնչություններ ունի նաև Անտիլիասի հետ, որ ըստ էության շատ ուղիղ կապեր ունի։ Եվ հետո շատ առիթ ունեցա երկու հարց տալ, թե չէ ձեզից էլ կուզեի լսել ընդհանրապես մեր պատրիարքությունների եւ եկեղեցու այս բաժան վիճակի մասին։ Ես այս մասին շատ եմ բարձրաձայնել հենց այս արճակատման սկզբից, այո, իրավական գործընթաց է պետք, ինչ խոսք։ Ինչի մասին է խոսքը, այս ինչ մերկ մեղադրանքներ են կամ այս ինչ փաստաթղթերի հրապարակում է։ Օրենքով կանեք, օրենքով արեք։ Որևէ երրորդ երկրի են իրենք ծառայում կամ երկրորդ երկրի, անպայման, ինչի մասին է խոսքը, բայց մենք գործ ունենք մի քաղաքական մեծամասնության հետ, որը լյուստրացիայի մասին չի ուզում խոսել։ Իսկ հենց որ սկսեցիր դա անել, ուզես թե չուզես, պիտի պարփակվի այսպիսի ավելի մեծ գործընթացի մեջ, որովհետև այո, տևական ժամանակ, դե հիմա կարող ենք հետ գնալ հիշել, թե Վազգեն առաջինն ինչպես եկավ Ռումինիայից, հա։ Մենք չենք ուզում այս բաների մասին խոսել, հաճախ որովհետև ձեռնտու չէ, որովհետև շատ պոպուլյար դարձած մարդկանց մասին չենք ուզում իրենց վատ անցյալի մասին խոսել։ Մենք շատ կիսատ-պռատ ենք այս ամենն անում, դրա պատճառով էլ ստացվում է, որ եթե անգամ կա այդ խնդիրը եւ այդ մասին ուղիղ չի խոսվում կամ անուղղակիորեն անընդհատ ասվում է, այս ինչի գործակալ, այն ինչի գործակալ, բայց որևէ իրավական process չի հաջորդում դրան, սա մնում է մերկապահանոց հայտարարություն եւ ըստ էության որևէ լուծում չի տալիս։ Միարժեքորեն կարծում եմ, որ պիտի իրավական գործընթաց լինի, եթե մեղադրանքը հնչում է անգամ քաղաքական մակարդակում եւ դա կլիներ իրական, այսպես ասած, մաքրելու կամ այսպես ասած առերեսվելու մեր անցյալի հետ, ես կարծում եմ, որ ռիսկ չեն անում դա անել, որովհետեւ դա անելու պարագայում շատ ավելի ուղիղ կերպով պիտի Կրեմլի հետ առճակատում ունենան, անխուսափելիորեն։ Սա չենք խոսում, այս մասին շատ չենք բարձրաձայնում են խորհրդային այլախոհության տարածքի մարդիկ, որոնք հաճախ ավելի երիտասարդ սերնդի համար ռեզոնանս չի ունենում իմ կարծիքով, եւ ընդհանրապես խորհրդային շրջանի ռեպրեսիաների եւ մեր խորհրդային անցյալի մասին ցավոք շատ քիչ է հետազոտական նյութը։ Մեր հետ նախ անկախական տարիների պատմաբանների հիմնական գործառույթները գործունեությունը ծավալվել է ցեղասպանագիտության եւ Արցախի հարցի շուրջ, ցավում եմ ես դրա համար եւ խորհրդային շրջանի վերանայման, վերարժևորման, պատմական հատուկ հատվածների հետ կապված մեր նույնիսկ ունեցած բաց տեղեկատվության հիման վրա հետազոտական նյութի լուրջ պակաս կա, բայց մի անգամ էլ կրկնեմ, միարժեքորեն համաձայն եմ, որ պիտի իրավական գործընթաց լինի, եթե հատկապես անվանվել է, որ մենք խոսում ենք այլ երկրի գործակալ լինելու։ Ինչ կասեք, պարոն Ակոբյան։ Միայն շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ հակիրճ արձագանքեցիք։ Դե նման հակիրճ արձագանքից հետո Աննա մենք անմիջապես անցնենք հաջորդ փուլին։ Այո, երրորդ փուլում մենք տեսանյութեր կդիտենք եւ կխնդրենք ձեզ մեկնաբանել եւ կարող եք դիտել առաջին տեսանյութը, խնդրեմ։ Այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Պարոն Հակոբյան, վարչապետը Սուրբ Աստվածածին կաթողիկ եկեղեցու Բաքում փաստացի կաթողիկոսին եւ եկեղեցուն մեղադրեց հերձվածության մեջ, որպես մասնագետ կմեկնաբանեք, այս դիտարկումը կարելի է մեր եկեղեցուն, կարող ենք մասնագիտական դիտանկյունից նման մեղադրանքներ կայացնել։ Որքանով է հիմնավորված վարչապետի այս գուցե կարծիքը։ Գիտեք, տեսանյութը ամբողջական չէր, միգուցե փաստարկներ են բերվում։ Ամենայն դեպս ես կպատասխանեմ հետեւյալ կերպ։ Աղանդավորական կամ հերձվածողական կարելի է համարել հոգևոր դավանաբանական գործունեությունը,
Արդյոք ներկայումս մենք ունենք ինչ որ դավանաբանական երևույթների, ենթադրենք էվթանազիայի կամ արհեստական բեղմնավորման վերաբերյալ որևէ դավանաբանական որոշում։ Թեևս հայ առաքելական եկեղեցին վերջի 100 տարին 20-րդ դարի եւ 21-րդ դարի որևէ մարտահրավերի չի պատասխանում։ Երևի թե այսքանը։ Եթե չեմ սխալվում, փաստարկների մեջ իշխանության ներկայացուցիչները կուսակրոնության խախտման այդ փաստարկն են բերում, դա կարող է հիմք հանդիսանալ նման Դա պատասխանատվության։ դավանաբանական խնդիր չի, դա էթիկական եւ բարոյական խնդիր է։ Իհարկե կուսակրոնության խախտման համար Շահապիվանի ժողովը կանոններ է սահմանել, որի համաձայն պետք է մարդուն կարգալույծ անել, բայց հերձվածողին կամ աղանդավորին նույնիսկ բանադրում են, այսինքն անիծում են, զրկում են հաղորդությունից, արտամղում են եկեղեցուց, այսինքն համայնքից։ Այս պարագայում բավականին դժվար է մեկնաբանել, որովհետև մտքերը միջև վերջ չեն արտահայտվում։ Լավ, շնորհակալություն։ Դիտենք հաջորդ տեսանյութը։ Ցավոք սրտի նաև եկեղեցու բնականon գործունեությունն են փորձում խաթարել։ Նիկոլ Փաշինյանը չարաշահելով իշխանական լծակները հովանավորչությամբ է զբաղվում, ինքնագործունեությամբ զբաղվող որոշ նախկին կարգալույցների։ Տիկին Անտոնյան, փաստորեն եկեղեցականը մեղադրում է աշխարհիկ այսպես իշխանության ղեկավարին, ասում է, գիտեք, նա հովանավորում է որոշ կարգալույց եկեղեցականների, Հայաստանի վարչապետը իրավունք ունի հովանավորել եկեղեցականների, հրավիրել իր կեցավայր եւ ինչ որ հայտարարություններ ստորագրել որպես Հայաստանի վարչապետ։ Իրականում շատ բարդ հարց է այստեղ։ Ես մի քիչ ուրիշ ձևով փորձեմ պատասխանել, մի քիչ Արսենի ուրեմն ելույթը վերհիշելով այդ իրավական հարթակը, որ եթե իրենք խնդիրներ ունեն իրավական դաշտում, ասենք կարող են մեղադրել նրանց ենթադրենք դավաճանության մեջ կամ նման բան, թող հարցերը լուծեն այդ հարթակում, բայց փաստորեն վարչապետը գնում է լրիվ ուրիշ ուղղությամբ, նա փորձում է մտնել այդ եկեղեցական հոգևոր հարթակ։ Եվ այստեղ ասենց ասեմ, ինձ համար որպես ամբողջությամբ սեկուլար մարդու, իհարկե բավականին տարօրինակ է, ինչու քաղաքական գործիչը պետք է մտնի այդ եկեղեցական, այդ հոգևոր կրոնական հարթակը, օգտագործի իրենց տրամաբանությունը, բայց ես կարող եմ նաև դա փորձել բացատրել եւ հասկանալ, որովհետեւ եթե նրանք փորձեն եկեղեցականների նկատմամբ վարվել զուտ աշխարհիկ սեկուլար ինչ որ օրենքների տեսակետից, ապա դա չի ընկալվի հավատացյալների կողմից, դա կընկալվի որպես միանշանակ, որպես բռնություն, որպես հետապնդում եւ այլ։ Բայց եթե դու փորձում ես մտնել այդ մարդկանց տրամաբանության մեջ, փորձես մտնել նրանց հարթակ եւ իրենց տրամաբանությամբ այդ մարդկանց փորձես արժեզրկել, նրանց հայտարարելով ենթադրենք ոչ հավատարիմ, ասենք եկեղեցական կանոններին եւ այլ, այդ դեպքում դու կոպիտ ասած այդ մարդկանց հետ նույն լեզվով ես խոսում։ Այո, բայց տեսեք Տիկին Մելիքյանը ասում է օգտագործում են ոստիկանական ուժեր, եթե սա բռնություն չէ, հապա ինչ է։ Սենց ասեմ, դա բռնություն է իհարկե, բայց խոսքը գնում է բռնության մասին, որը իջնում է իրենց տրամաբանական մակարդակի։ Ու իրավական տեսակետից ես չեմ կարող տալ գնահատական, ես ընդհանրապես դեմ եմ ցանկացած բռնությանը եւ համաձայն չեմ, բայց միևնույն ժամանակ մենք կարող ենք հասկանալ, որ այստեղի բռնությունը ինքը ելնում է որոշակի տրամաբանությունից։ Եվ կոպիտ ասած այդ մարդը վարչապետը փորձում է հավատացյալների լեզվին անցնել եւ նրանց լեզվով նրանց հետ խոսել։ Ուրիշ բանը հաջողվում է նրան թե ոչ։ Օրինակ նույն Տեր Վրթանեսին շատ լավ գիտեմ եւ օրինակ գիտեմ, որ նա ինքը, ասենք այդպես կոչված աղանդների, այսինքն այլ կրոնական ուղղությունների դեմ կատաղի պայքարողներից մեկն էր եւ որոշ դեպքերում նաեւ կարող էր բռնություն կիրառել եւ նա միակը չէր եւ կան բավականին շատ քանակությամբ նման քահանաներ։ Հիմա օրինակ մենք դա կարող ենք բռնություն համարել, եթե այդ մարդը իրեն իրոք համարում է
ճշտի կոպիտ ասած պայքարող ինչ որ պայծառ գաղափարների մաքուր քրիստոնեության համար պայքարող նա իրեն լրիվ իրավասու է զգում այդ բռնությունը կիրառել նույնը փաստորեն իշխանությունները այդ դեպքում նրանք հատուկ իջնում են ուրեմն այդ եկեղեցական կրոնական եւ երկուսն էլ մոռանում սահմանադրության մասին շնորհակալություն Տիկին Անդրանյան դիտենք հաջորդ տեսանյութը Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմելուց հրաժարվելու առաջին հոգևորականը եղել եմ ես։ Դեկտեմբերի 7-ին 2020 թվականին։ Երբ որ չեմ գնացել հոգեհանգստյան արարողության, երկրաշարժի զոհերի, որբեսի չտեսնեմ իր դեմքը եւ պարտադրված չլինեմ արարողակարգային իր ձեռք սեղման եւ դրա մասին հայտարարել եմ։ Դրանից հետո է եղել Սիսյանի քահանայի դեպքը եւ մնացած դեպքերը։ Տիկին Մելիքյան, գուցե դուք անդրադառնաք այս իրադրությանը, երբ եկեղեցականները այսպես խանդավառությամբ, հպարտությամբ հայտարարում են, որ այս կամ այն իշխանության ներկայացուցիչին չեն բարևում, կնունքը չեն իրականացնում, չեն պսակում, եթե այս կամ այն քաղաքական հոսանքին է մարդը պատկանում։ Եթե իրավական տեսանկյունից նայենք, նաև էթիկական կողմը հաշվի առնելով, սրանք նույնպես խախտումներ չեն։ Բայց կներեք, թույլ տվեք Աննա ավելացնել, գիտեք Տիկին Մելիքյան, ես հիշում եմ երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի օրոք նույն եկեղեցականները բավականին հաշտ էին իշխանության հետ։ Հիմա դուք կարող եք ասել իրավական առումով մարդը իրավունք ունի կարծիք հայտնել, բայց ես վստահ եմ դուք հիշում եք նախկինում ինչ արյունալի դեպքեր էին եղել Հայաստանում եւ նույն եկեղեցականները լուռ էին Եվ երբևէ չէին վիճարկում ինչ-որ մեկին չբարևելու հարցը։ Արդյոք համարձակություն կունենար երկրորդ նախագահի ձեռքը չսեղմել եւ ինչ կլիներ դրանից հետո։ Ես որպես իրավաբան պատասխանեմ, հա, ձեր հարցին։ Դուք պատասխանեք, խնդրում եմ նաև որպես քաղաքացի, որպես քաղաքացի իրավաբան պատասխանեմ, որովհետև մասնագիտական կարծիք եք հարցնում այդ թվում։ Ձեր հարցը մի քանի տարր ունի կամ ենթատեքստ։ Առաջինը ձեռք սեղմել չսեղմելը իրոք կարծիք արտահայտելու միջոց է։ Սա մեկ։ Երկրորդը արդեն կնունք կատարել, այսինքն որևէ արարողակարգ կատարելը կամ հրաժարվելը պայմանավորված անձի քաղաքական հայացքներով, եթե պատկանում են համայնքին, հոտին եւ այլն, սա լրիվ այլ հարց է եւ անթույլատրելի է իրականում, որովհետեւ եթե եկեղեցու անդամ է, պետք է ստանա այն ծառայությունները, որը որ ցանկացածն է ստանում անկախ քաղաքական հայացքներից։ Երրորդ հարցին, եթե անդրադառնամ, ըստեյության ինչու որոշ իրադարձություններին ի պատասխան նույն քաղաքական համարձակությամբ կամ բարոյական տեսանկյունից չեն արձագանքել, սա իրականում արդեն էթիկայի կամ բարոյականության հարցն է եւ եկեղեցու անդամները իրենք պետք է հաշվետու դարձնեն եկեղեցուն ասելու գուցե եւ պահանջ ես իրականում այդ հարցին կուզենամ անդրադառնամ գուցե այս հարցի շրջանակներում արդյոք մենք ունենք ներքին պահանջ համայնքից հոտից բարեփոխվելու որոշ իրադարձություններին արձագանքելու թե ոչ ավելի քրիստոնեաբար արձագանքելու բոլոր եկեղեցու անդամները պետք է նույն ձև պահանջատեր լինեն ինչպես իշխանությունից ենք մենք պահանջատեր այլ հարցերի շուրջ այսինքն եթե մենք դժգոհ ենք եկեղեցու վարվելակերպից չարձագանքելու ինչ որ հարցերի մենք էլ դա պետք է արտահայտենք տարբեր եղանակներ ունենք ըստ էության։ Եթե չենք արձագանքել, գուցե չունենք այդ պահանջարկը, հա, ըստ էության, հա։ Բայց նաև կարևոր է ըստ էության ասել, որ անդիմադիր լինելը կամ ինչ որ հայացքներ ունենալը պայմանավորված ինչ որ իրադարձություններով իրականում լրիվ տեղին է եւ օրենքի սահմաններում է։ Ըստ էության դրա համար պատժել եկեղեցին արդեն անթույլատրելի է եւ այստեղ երևի արժի բերել այդ շատ լավ հետաքրքիր եզրույթ օգտագործի պայմանավորողների չպայմանավորողների եկեղեցի արդյոք մենք չենք տեսնում այդ երկու տարբերությունը նաեւ հետ գնալու հա մեր քննարկմանը գուցե մինչեւ 20 թվականը երևի առավելապես հա 18-ը վստահ չեմ բայց 20-ից հետո ակնհայտ էր հա այս տարբերությունը մենք չունեինք ավելի շատ պայմանավորվող ինչ որ չափով եկեղեցի կամ համահունչ գործող հա աջակցություն պետությանը համամիտային համենայնդեպս ընդհանուր առմամբ հիմա մենք տեսնում ենք ինչ որ ընդդիմախոսություն եւ արդյունքում փորձ է կատարվում կոտրել դարձնել չպայմանավորվողներին պայմանավորվող գուցե եւ հա ոչ թե բարոյական դաշտի կամ կրոնական ինչ որ գիտության լույսի ներքո այլ հենց քաղաքական պրագմատիկ տեսանկյունից այո դիտենք վերջին տեսանյութը խնդրեմ Եթե պետությունը քննիչի ու դատավորի միջոցով եկեղեցու ներսում բարեփոխումներ է իրականացնում, միջամտում պատարագի անցկացման կարգին, դա նշանակում է, որ մենք ոչ թե ժողովրդավարություն ենք կառուցում, այլ ստեղծում ենք մի նոր պետական կրոն, որտեղ
վարչապետը կրոնապետն է, քննիչները եւ դատախազները առաքյալներ։ Օրերս տեղի են ունեցել ազգային ժողովի լսումներ եկեղեցի պետություն թեմայով, որ կազմակերպել էր պատիվ ունեմ խմբակցությունը եւ այդ լսումների շրջանակներում է Դավիթ Հարությունյանը ունեցել իր այս ելույթը։ Պարոն Խարատյան, դուք կասեք ձեր մեկնաբանությունը համամիտ եք այս տեսակետի հետ։ Եվ եթե թույլ կտաք աննադարձյալ, ես հիշում եմ, երբ որ եկեղեցու ներկայացուցիչները ներկա էին հանրապետական իշխող այն ժամանակ կուսակցության համագումարներին եւ ողջունի խոսք էին ասում, մեջբերումներ էին անում, այն ժամանակ նման կարգի հարցեր կարծես պարոն Հարությունյանի մոտ չէր ծագում, պարոն Նոր Խարատյան։ պետական կրոն ստեղծելու մասին հարցեր։ Ես ավելին ասեմ ձեզ, Հանրապետականի խորհրդի անդամներ էին Արարատյան թեմի առաջնորդը, որը հիմա Նիկոլ Փաշինյանին է աջակցում ընդդեմ հրահապարի։ Հա, ինչի մասին է խոսքը, 90-ականներն էլ տերհուսիկ ունեինք։ Այո։ Որը կուսակցական էր, բայց վեհապար բերողին էլ գիտենք։ Հա, այդ էլ չխոսենք։ Պետությունը միշտ է խառնվել եկեղեցու գործերին։ Պարզապես դա չի դարձել քաղաքական խնդիր, այլև պայմանավորվածություն։ Եկեղեցին խելոք համաձայնել է այդ օրվա քաղաքական իշխանության հետ։ Հիմա ինչու չի ստացվում պայմանավորվածության Նաև այն մարդկանց մասին, որոնց ցույց տվեցիք, որոնք 18 թվականի հեղափոխությունից հետո վեհապար էին ուզում դառնալ եւ շատ լավ էլ ներքին process-ներին աջակցում էին։ Դավիթ Հարությունյանը չէր, չէ՞։ Չէ, հոգեվորականների մասին եմ խոսում։ Իսկ հիմա ինչու չի ստացվում պայմանավորվել։ Որովհետեւ Փաշինյանի հետ ընդհանրապես հեշտ չի պայմանավորվել, ինչը լավ չի, ասեմ իմանաք, որովհետեւ հաճախ սկսում է մի բան անել, կարծելով, որ այդպես առաջ կգնա, հետո որոշում է, որ միևնույն է իշխանություն կիսելու ցանկություն չկա, հետո երբ դիմացինը սկսում է արճակատման գնալ, ինքը ասում է դե այդ դեպքում ռեպրեսիվ մեքենան կաշխատի։ Եկեք իրենց անուններով կոչենք։ Հոգեվորականության հետ կապված հարցը մի բան է, Դավիթ Հարությունյանը կարող է շատ գեղեցիկ խոսել, իր օրոք, իր արդարադատության նախարար եղած օրոք բավականին հետաքրքիր բաներ եղել եւ այստեղ հետաքրքիր կլինի նաեւ լսել եւ Պարոն Հակոբյանի եւ Տիկին Անտոնյանի կարծիքները, օրինակ հայ եկեղեցու պատմությունը պարտադիր ուսուցում դարձնել հայաստանյան դպրոցներում, հա, ոչ թե հայ ժողովրդի պատմության մի մաս, այլև հայ առաքելական եկեղեցու պատմություն։ Սա ինչ է, եթե ոչ կոնկրետ, հա, պետության եւ եկեղեցու կառավարման համատեղ դրամաբանություն, որտեղ Պավլիկյան եւ Թոնդրակյան շարժումների մասին հիշատակումներ չկային, ըմբոստությունը չէր խրախուսվում, որտեղ հայ կաթողիկ է, եկեղեցի չկար, հայ ավետարանչական եկեղեցի չկար, հոգեվորականներ կային, հիմա էլ կան, որոնք հայտարարում են, ասում են հայ կաթողիկեն ու հայ ավետարանչականը հայ չի, հա, էս էլ կա, սրանց մասին խոսենք։ Եվ նաև հենց այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ այս եկեղեցու դեֆորմացիաների հետ ունեցել են բացարձակ իշխանություն։ Պարզապես հիմա դարձել է մի ուրիշ բան, այսինքն այս կներեք այդպես ձևակերպելու համար աջապսանդալը, որ սկսել է, եւ այստեղ մեկի եւ երկրորդինը չի։ Մի կողմից կա քաղաքական մեծամասնություն, որը բացարձակ իշխանություն է ուզում եւ հնազանդություն, եւ հույս ուներ, որ դրան կհասնի, երբ որ շատ պոպուլյար էր, երբ այդ պոպուլարությունը նվազեց հետպատերազմական շրջանում եկեղեցին էլ գլուխ բարձրացողների մեջ եղավ, ըմբոստության, իրենք բացահայտ էին ասում էին, իսկ մին բա ինչի չէիք, օրինակ հենց այս նույն Աչափահյանին ձերբակալում են ժամանակ։ Նույն բանն էր ասում։ Դե ասում է իրավիճակը տարբեր էր, լարվածությունը շատեր չէին կարող։ Հիմա կարող ենք անում ենք։ Այ այստեղ վերջանում է այս դեպատը, ժողովուրդ ջան։ Կարող եմ, անում եմ։ Օրինական է, իրավական է, սահմանադրական է, սրանք այնքան ցավոք երկրորդական են դարձել։ Էլ չեմ ասում հոգևոր կառույցի տրամաբանության մասին խոսել կամ կրուսակրոնության ուխտի եւ անդին։ Ժամանակս վերջացավ, բայց այո, շնորհակալություն, պարոն Խարատյան, ձեր թույլտվությամբ մենք կշարունակենք մեր դեբատը, բավականին բուրըն ելույթից հետո պարոն Խարատյանի անցնենք հաջորդ փուլին, այո։ Այս փուլում հարգելի հյուրեր, մենք դիտելու ենք մեր հեռուստադիտողների մեկնաբանություններն ու հարցերը եւ պատասխանելու ենք այդ հարցերին։ Տեսնենք ինչ են գրել ձեզ մեր հեռուստադիտողները։ Խնդրեմ։ Ես կընթերցեմ, հայտնի փաստ է, որ Սովետում բոլոր կրոնական կառույցները սկսած ռուսական ուղղափառ եկեղեցուց վերջացրած մեր առաքելականով ուղիղ աշխատել են KGB-ի հետ, հիմա անկախ պետության պայմաններում Սովետի փլուզումից 35 տարի անց լյուստրացիա հնարավոր է, որ ուրիշ երկիր ազդեցություն չունենա մեր եկեղեցու վրա։ Այս հարցը կարծես հատուկ ձեզ համար է, պարոն Խարատյան, խնդրեմ, մենք համակ ուշադրությամբ լսում ենք ձեզ։ Ես կփորձեմ շատ արագ արձագանքել եւ հուսամ, որ պարոն Հակոբյանը կամ Տիկին Անտոնյանը նույնպես կանդրադառնան, իհարկե հնարավոր է։ Հարցն ուրիշ տեղ է։ Այս խաղը ինչ որ հիմա ստեղծվել է, տանելու է շատ ավելի վատ բանի, եթե շարունակվի էսկալացիան։ Իսկ մասնավորապես իմ կարծիքով
ամեն ինչ եթե հասնում են նրան, որ այս վեհապարը գնում է, ապա ստեղծելու են մի հատ էլ Ռուսիո պատրիարքարան, եւ դրա նախադրյալներ եմ տեսնում ես արդեն Ռոստովում հենց հիմա դեռևս ցարական շրջանում հայ եկեղեցու ուրեմն կրթական կենտրոն հանդիսացած մի շինություն, որը խորհրդային շրջանում պետական էր դարձել, հիմա էլ Ռուսաստանին է, տրվել է հետ եկեղեցուն մեր։ Եվ ես ենթադրում եմ, որ ինչպես ունենք Պոլսո պատրիարքություն, Անտիլիաս եւ Երուսաղեմ, մի հատ էլ կունենանք Ռուսիո պատրիարքություն եւ հələ կտեսենք այս հայ առաքելական կամ հայաստանյան առաքելական եկեղեցին ով եւ ինչքան է շարունակելու կառավարել, Էջմիածնի դերակատարությունը դրանով իմ կարծիքով կարող է էապես նվազել։ Իսկ թե ինչքանով է պատրաստ այս իշխանությունը լյուստրացիայի մասին խոսել, արդեն խոսեցինք, ես խիստ կասկածում եմ, թե մենք այդպիսի համապարփակ գործընթացի ենք ականատես լինելու ցավոք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, այս հարցի ենթահարցին պարոն Խարատյանի ավելացրած կպատասխանեք մասնագիտական տեսանկյունից, հնարավոր է արդյոք ունենալ Ռուսիո պատրիարքություն եւ ինչ է դա նշանակելու եկեղեցու համար, եւս մեկ պարակտում ինչ է բերելու։ Ես դրանք կավելացնեի ինչ է անում եկեղեցական իշխանությունը։ Եկեղեցական իշխանությունը հովվում է իր համայնքը, օրհնում է կամ ստեղծում է մյուրոն եւ ստեղծում է, պատրաստում է հոգեորականներ։ Այս Սանկտ Պետերբուրգում կա հիմա հայ առաքելական եկեղեցու ճեմարանը։ Ես ավելի շատ տեսնում եմ թեմի պարակտման վտանգ, ինչպես պարոն Խարատյանը ասաց, հայ առաքելական եկեղեցու ինչ-որ մեկ այլ ճյուղի, որը պետք է վիճարկի մայրաթորի հաջորդ գահակալի, եթե հաջորդ գահակալը լինի, լեգիտիմությունը, որտեղ մենք եկեղեցաիրավական տեսակետից ունենք շատ լուրջ լեգիտիմություն։ Տեսեք, հանրապետության վարչապետը հանդես է գալիս նաև որպես համայնքի ներկայացուցիչ, նա գնում է պատարակների, նա հանդես է գալիս որպես քրիստոնյա եւ ձայն է բարձրացնում եւ իր հետ նաև ձայն են բարձրացնում շատ ուրիշները։ Թե ինչ մոտիվներով դա էական չի։ Եկեղեցաիրավական տեսակետից այդ ձայն բարձրացված այդ հարցերը պետք է լուծի եպիսկոպոսատ ժողովը։ Եպիսկոպոսատ ժողովը պետք է հավաքվի եւ լուծի։ Հակառակ դեպքում մենք ցանկացած պարագայում, եթե ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարական չի տվել կամ չի մահացել, ունենալու ենք հաջորդ գահակալի կամ տեղապահի լեգիտիմության խնդիր։ Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, դուք ասացիք, որ Սանկտ Պետերբուրգի թեմում ամեն ինչ կա, այն ինչ նկարագրեցիք թեմի լեգիտիմության համար, բացի մյուրոն եւ փողը, ճիշտ եմ ձևակերպում։ Դա ամենայն հայոց կաթողիկոսն է։ Եթե ինչ-ինչ պատճառներով ամենայն հայոց կաթողիկոսը ինքնակամ կամ բռնի արտաքսվի Հայաստանի Հանրապետությունից, մենք ունենալու ենք հակաթոր կաթողիկոսություն ու արդեն վիճելու են, որ մեկն է հակաթոր, Էջմիածնի գահակալը, թե այնտեղ նստող գահակալը։ Շնորհակալություն, դիտենք մյուս մեկնաբանությունը։ Մեր հեռուստադիտողը հարցնում է. ի վերջո ինչ է մեր ուզածը, Հայաստանի քրիստոնեական հանրապետություն, ինչի պետքա պետությունը զբաղվի կրոնական հարցերով։ Տիկին Անտոնյան, կպատասխանեք այս հարցին, որպես ինչպես ներկայացաք սեկուլյար այսպես մոտեցումների եւ հարաբերությունների կողմնակից, դուք չեք տեսնում այս վտանգը, որ կարող են քրիստոնեական հանրապետության վերածվել։ Ես ընդհանրապես ոչ մի վտանգից մեզ երաշխավորել չեմ կարող, որովհետև անընդհատ կյանքը փոխվում է, աշխարհը փոխվում է, մարդիկ կարող են ընտրել այլ ինչ-որ ռազմավարություններ, բայց այդտեղ հետաքրքիր պահ կա։ Տեսեք, այդ բոլոր հարցերը, որը դրվում են, չնայած մեզ թվում է, որ այդ ամեն ինչը կրոնական հարթակում է, կրոնական ոլորտում է, բայց իրականում դա արվում է շատ սեկուլյար ձևով։ Եվ այն փաստը, որ ենթադրենք վարչապետը փորձում է, էլի ինչպես ասացի, փոխել իր քաղաքական լեզուն եւ սկսել օգտագործել հավատացյալների, այդ կրոնական մարդկանց լեզուն, դա խոսում է միայն այդ եկեղեցու աշխարհիկացման, եկեղեցու սեկուլյարացման մասին իրականում։ Եվ ճիշտ ասած, ինձ թվում է դա ինչ-որ ռազմավարություն է, որը ես չեմ կարծում, որ շատ երկար է տևելու։
որովհետև այստեղ կառուցվում է ինչ որ կերպար, հա, կոնկրետ վարչապետի կողմից, նա ուզում է ոնց որ ցույց տա ինչ որ մոդել, որը պետք է լինի եկեղեցու համար, եկեղեցականների համար օրինական, որպեսզի նրանք հետևեն այդ մոդելին եւ այսպեսով նա ենթադրում է եւ ինչքան որ տեսնում եմ դա նա փորձում է եկեղեցու ներսում առաջացնել այդ փոփոխության ցանկություն, փոփոխության կողմնակիցների քանակը ավելացնել, որովհետեւ իրականում եւ արդեն շատ քիչ ժամանակ ունեմ, բայց կանրադառնամ, իրականում եկեղեցու բոլոր պաշտոնները, կոպիտ ասած, դրանք մարդկանցով ընտրովիչ են, այնտեղ կա նաև աստվածային կոմպոնենտը, որը շատ դժվար է ապահովել եւ որը ամենակարևորը հենց կրոնականների համար։ Շնորհակալություն Տիկին Անտոնյան, մենք էլի հարց ունենք։ Մի հարց ունենք, խնդրեմ։ Ահա, եթե նորից ԿՊ-ն ընտրվեց, եկեղեցուն փոփոխություններ կլինեն, թե այս վիճակը կշարունակվի, թերևս դուք պատասխանեք, դուք ինչ եք տեսնում, սպասում։ Շնորհակալություն, ըստ էության այստեղ պետք է նախ նշել եւ փորձում նաեւ նախորդ պնդմանը անդրադառնամ սրա լույսի ներքո, պետությունը ունի պարտավորություն լինել չեզոք եւ չմիջամտել որևէ կրոնական կազմակերպության, հատկապես ներքին կառուցվածքի եւ այդ թվում նաեւ բարձրաստիճան պաշտոններ կամ կարգեր զբաղեցնող անձանց, հա, եւ ընտրությանը եւ նշանակմանը եւ այլն, ինչը մենք տեսնում ենք ըստ էության չի պահպանվում գործադիրի կողմից եւ օգտագործվում է ողջ պետական ապարատը, այդ թվում նաեւ քրեական արդարադատության աշխատանքային վեճերով եւ ցանկացած հնարավորությունները օգտագործվում են բացի ելույթներից։ Մյուս կողմից ըստ էության շատ կարեւոր է եւ հողում կատարեմ պարոն Խարատյանի առաջին հայտարարությանը, որ արձագանքը գուցե այդքան ակտիվ չէ, որը կսահմանափակի այս միջամտության շարունակությունը։ Իսկ եկեղեցին չպետք է չեզոք լինի քաղաքական գործընթացներից։ Կարծես թե մի քանի անգամ պատասխանել եմ այդ հարցին, դեռևս չեմ մտափոխվել, կարող է արտահայտել իր կարծիքը բոլոր օրինական ձևերով։ Միակ հիմքը, որ պետությունը իր ապարատով կարող է միջամտել որևէ կրոնական կազմակերպության եկեղեցու անդամ ենք եւ չենք կիսում եկեղեցու քաղաքական համոզմունքը, արդյոք պարակտում չի առաջացնի։ Հիմա հիշեցնեմ իմ նախորդ պնդումը, արդյոք մենք չենք կիսում, եթե չենք կիսում, արդյոք մենք դա արտահայտում ենք, իհարկե արտահայտում ենք եւ հետեւաբար արդյոք եկեղեցին կողմ բռնելով։ Այստեղ պետք է վկայակոչեմ պարոն Հակոբյանի ասածը, եթե մենք ունենք դժգոհություն ներքին, չէ, եթե մենք ունենք ներքին դժգոհություն որպես եկեղեցու անդամ, այդ դեպքում մենք պետք է օգտագործենք բոլոր այն կառույցները, որոնք կան եկեղեցու ներսում, որպեսզի այդ դժգոհությունը արտահայտենք։ Ես Տիկին Մելիքյանի իրավունքների պաշտպանությամբ երևի զբաղվեմ եւ ասեմ, որ արդեն կարող ենք անցնել հարց պարոն Հակոբյանին փոխանցել։ Բայց մենք թողնենք Տիկին Մելիքյանը, ես նենգաբար խոչընդոտեցի, խնդրեմ։ Չէ, ըստ էության շատ կարևոր է, որպեսզի այդ ունև հասարակությունը, իդեմս իրավապաշտպան կազմակերպությունների, այլ դերակատարների կրկին հաշվետու պահի գործադիրին։ Ես պնդում եմ, որ մեզ համար շատ ավելի կարևոր է, որ գործադիր իշխանությունը մնա օրենքի սահմաններում, ցանկացած լիազորություն իրագործելուց եւ չխառնի իր անհատական որպես ֆիզիկական անձ կարծիքները պետական պաշտոնի եւ պետական ապարատի օգտագործման։ Ու դա շատ ավելի վտանգավոր է ըստ իս, քան եկեղեցու կողմից քաղաքական կարծիք արտահայտելը։ Շնորհակալություն Տիկին Մելիքյան, պարոն Հակոբյան, վերջին հարցի մեջ կար այդ համատեքստը նախընտրական իրադրություն ունենալու եւ մեր նախընտրական այս ողջ իրադրությունը զուգահեռ դրան գնում է ատելության խոսքի սարսափելի բարձր մակարդակը։ Այստեղ եկեղեցին պատմական առումով որևէ դերակատարում ունեցել է եւ արդյոք կատողանում է իր այդ գործառույթը ըստ պատշաճի իրականացնել, նվազեցնելու այդ ատելության խոսքը եւ ոչ թե հակառակը նպաստելու, որ ավելի սաստկանա։ Շատ կարևոր հարց եք տալիս, որին ես մի քիչ սուբյեկտիվ տեսակետից կպատասխանեմ, որտեվ իհարկե Տիկին Մելիքյանը ճիշտ է ասում, որտեվ մասնագետ է եւ ինձանից ավելի լավ է տեղյակ, բայց եկեղեցին, որը հավակնում է համահայկական դերի, չպետք է ըստ իս իջնի կուսակցական մակարդակի եւ չպետք է ստանձնի ընդդիմադիր դեր։ Եվ հոտի մեջ բաժանումներ չպետք է անի կուսակցական։ Խորին համոզմամբ եկեղեցին միշտ պետք է լինի ընդդիմադիր բոլոր իշխանությունների հանդեպ ըստ անհրաժեշտության, ոչ թե որովհետեւ ինքը ընդդիմադիր է եւ իր նպատակն է պետության ղեկավարությանը խանգարել։ Այսինքն այստեղ թերևս պետք է գործի
ոչ հրապարակային խորհրդատվական դժգոհության մոդելը Քաղաքացիների ձայնը լինելու։ այո, պետության ղեկավարության արչև հակառակ դեպքում եթե եկեղեցին իրեն դնում է ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում, հետևաբար ես չեմ բացառում, որ գրողի մտավախությունները կամ իշխանական, երբ որ մասնակցում է իշխող կուսակցության համագումարների վարչապետի հետ հայտարարությունները ստորագրում։ Այո, թերևս այս առումով, եթե դու քո կարգավիճակը լքում ես եւ մեկ այլ կարգավիճակ ես ձեռք բերում, դու կրում ես այդ կարգավիճակի բոլոր հետևանքները։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, շնորհակալություն հարգելի հյուրեր, այս մի փուլն էլ ավարտեցինք եւ մոտեցանք մեր հաղորդման 5-րդ փուլին, որի կանոնները կներկայացնի Սարգիսը։ Այո, դուք ունեք, այսպես ասած, իրավունք իմի բերելու ձեր մտքերը թանկագին հյուրեր ներկայացնելու եւ ունեք 3 րոպե ժամանակ ներկայացնելու։ Շնորհակալություն Սարգիս, Տիկին Անտոնյան, դուք ունեք հնարավորություն ասելու ձեր ամփոփիչ խոսքը։ Որպես ամփոփելու համար ուզում եմ մի քանի բան շեշտեմ այստեղ։ Առաջինը, ընդհանրապես երբ որ մենք խոսում ենք եկեղեցի, պետություն, այդ կատեգորիաների մասին, կոնկրետ Հայաստանի կոնտեքստում մենք պետք է միշտ հաշվի առնենք այն ուղին, որը անցել է Հայաստանը վերջի 2 դարերի ընթացքում, այդ կայսերական կոնտեքստը, այդ խորհրդային կոնտեքստը եւ փաստորեն, եթե մենք դրան չենք անդրադառնում, մենք կարող ենք չհասկանալ ինչու այսօր մենք ունենք այն, ինչ որ ունենք։ Եվ այստեղ պետք է շեշտեմ շատ կարևոր մի բան, երբ որ ընդհանրապես լյուստրացիայի մասին ենք օրինակ մենք խոսում, մենք քահանաների կամ հոգևորականների լյուստրացիան անհնարին է կրոնական տեսակետից, որովհետև կոպիտ ասած դա ոչ նշանակում է, ոչ ընտրություն է, դա ենթադրվում է, որ ծիսական ինչ որ աստվածային կարգումն է, որը տեղի է ունենում մոգական ճանապարհով եւ կոպիտ ասած այդ մարդիկ այլևս չեն կարող զրկվել այն ուրեմն ուժից, հզորությունից, այդ շնորհքից, որը ասենք իրենց տրվում է, հա, ես խոսում եմ այդ կրոնավոր մարդկանց երևակայության տեսակետից։ Այնպես որ եկեղեցականների փոխարինումը մի քիչ ինչ որ այլ ավելի ազնիվ, ավելի բարոյական եկեղեցականներով, դա միանշանակ ինչպես արդեն ասացի, աշխարհիկացման գործընթաց է, այն ինչ որ տեղի ունեցել օրինակ 16-րդ դարում ռեֆորմացիայի ժամանակ, հա, երբ որ այդ բարոյականությունը, հետևելը որոշակի կանոններին, այդ երկրային կյանքի մակրագործումը դրվում էր կրոնական կյանքի հիմքում։ Փաստորեն մեր մոտ հիմա այդ process-ն է գնում։ Մեր մոտ կոպիտ ասած հիմա գնում է ռեֆորմացիոն process-ը, որը փորձում է եկեղեցու մեջ այդ կենտրոնացված իշխանության գաղափարը արժեզրկել եւ այդ աստվածային հիերարխիան գալ ուրեմն բերել ճիշտ կրոնական, բարոյական կյանքին եւ ուրեմն մարդկային զուտ ինչ որ չափումների, որոնք անհամատեղելի են ցանկացած իշխանական եւ ասենց ասեմ ուրեմն բուրգերի հետ։ Եվ վերջինը ինչ որ ուզում եմ ասել, միանշանակ այսօր եկեղեցին նաեւ պետք է փորձի վերլուծել եւ վերապրել այդ եւ սովետական եւ կայսերական այդ դրոշները եւ խոսքը չի գնում միայն զուտ KGB-ին ենթարկված լինելու կամ ենթարկված չլինելու։ Այստեղ եկեղեցու գործառույթն է կարևոր, որը իրենք պետք է վերանայեն եւ փորձեն հասկանալ իրենք ուր են գնում։ Շնորհակալություն Տիկին Մելիքյան, ես նախորդ անգամ ձեզ ընդհատեցի, խնդրեմ հիմա խոստանում եմ լրել։ Շնորհակալություն։ Կարևոր եմ համարում ընդգծել կրկին, որ պետությունը իդեմս գործադիրի պետք է չեզոքությունը պահպանի, ու սա զուտ բառեր չեն, հստակ դիրքորոշում է այդ թվում նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանում արտահայտված այլ պետությունների համատեքստում, որովհետև բնավ հաշվի առնելով եկեղեցիների, հատկապես խոշոր եկեղեցիների դերը իշխանության բաժանման մեջ եւ այլն, նման խնդրի բախվել են այլ պետություններ էլ, այդ թվում նաև Եվրոպայում, հա, կան բազմաթիվ գործեր եւ Բուլղարիայի դեմ եւ Մոլդովայի եկեղեցու պարակտման համատեքստում գործեր կան, Իսպանիայի եւ այլն, հա, ըստ էության եւ շատ հստակ է դատարանի դիրքորոշումը, որը
հիշեցնեմ, որ ըստ էության նախ ասում է, որ պետությունը իրավունք չունի միջամտելու այն կերպ, ինչպես դա արվում է հիմա Հայաստանում իրականում, որովհետև վստահ եմ, որ եթե ինչ որ հայց հասնի եվրոպական դատարան, ելի Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն է խնդիր ունենալու այս իրադարձությունների համատեքստում, այսինքն այդ չեզոքությունը նախ խախտվում է միջամտելով, ընտրելով ով է իսկական հոգևորական, ով է կարգալույծ արված կամ պիտի կարգալույծ արվի եւ այլն։ Սա իրավունք չունի անգամ հատկապես վարչապետը երկրի։ Երկրորդը մենք ակնհայտ տեսնում ենք, որ գործի է դրվում քրեական արդարադատության ողջ համակարգը ըստ քաղաքական նպատակահարմարության, ոչ թե ըստ արկա հիմքերի, եւ այստեղ նաեւ վերադառնամ այդ պնդումների, որ եկեղեցու որոշ անդամներ եղել են ԿԳԲ գործակալներ կամ չեն եղել, մեր օրենսդրությամբ դա արգելված չէ։ Այսինքն սովետական միության ժամանակ ԿԳԲ գործակալ լինելը մեր օրենքով որևէ հանցագործություն չէ ըստ էության։ Եթե հիմա կան ապացույցներ, որ անձը որևէ անձ, այստեղ անձերի մասն ենք խոսում, ոչ թե ինստիտուտի, հա, ոչ թե եկեղեցու որպես կառույցի, զբաղվում է ապօրինի հանցավոր ազգային անվտանգության համար վտանգավոր գործունեությամբ, այդ դեպքում համապատասխան օրինական ճանապարհով դա պետք է արվի, ոչ թե մերկապարանոց պնդումներ արվեն, որոնք ավելի շատ ուղղված են վարկաբեկելու, քան ինչ-որ բան հիմնավորելու։ Կարևոր եմ համարում նաև նշել, որ ըստ էության եկեղեցին ունի մեծ դեր եւ իշխանություն եւ այն դեպքերում, երբ որ նա անդիմանում է եւ ընդդիմախոս է դառնում, ըստ էության մենք տեսնում ենք, որ պետության արձագանքը հենց ռեպրեսիվ է լինում, ինչը կրկին անթույլատրելի է, որովհետև քննադատական կարծիք լսելը, անդիմախոս կարծիք լսելը, դրա արձագանքը չպետք է լինի ռեպրեսիվ, եթե դա օրենքի սահմաններում է։ Սա է կարևոր։ Ու մենք տեսանք, որ այս արճակատումը ըստ էության սկսվեց եւ շարունակվեց եւ զարգացավ այն ժամանակ, երբ որ հստակ անդիմախոսություն տեղ ունեցավ, հա, քննադատություն տեղ ունեցավ։ Եվ ավարտելով նշեմ, որ շատ կարևոր է, որ հասարակությունը պահանջատեր լինի եւ հաշվետու պահի առաջին հերթին գործադիր իշխանությանը, որպեսզի կրկին ասեմ, երբ որ մենք ունենք իրավունքի չարաշահում պետության կողմից, գործադիրի կողմից, սա շատ ավելի վտանգավոր է բոլորիս համար, որովհետև սա կարող է այսօր լինել եկեղեցու դեմ, վաղը կարող է լինել ցանկացած այլ կառույցի դեմ։ Շնորհակալություն եւ իմ գործընկերը խոստումը պահեց, շնորհակալություն Սարգիս դրա համար։ Պարոն Խարատյան, ձեր հետն է։ Շնորհակալություն նախ շատ հետաքրքիր զրույցի ու հնարավորության համար։ Ես կարծում եմ, որ ցավոք այս արճակատումը կամ ինչ որ պիտի անվանենք չի նպաստում ոչ իրական եկեղեցական ռեֆորմացիային, ինքը դրա մասին չի։ Արդյոք կարող է դառնալ դրա մասին, գուցե։ Քաղաքական էլիտաներն են թելադրելու, թե դա ինչ կարող է դառնալ, ոչ միայն տեքստով ու ասելիքով, այլև ուժային գործիքակազմով, եթե կուզեք։ Ինչ հարթություն է տարել, հա, Փաշինյանը այս խոսակցությունը տարել է էթիկական բարոյական հարթություն, տարել է նրա կուսակրոնության խնդիր է քննարկում։ Արդյոք սա է բովանդակային խոսակցությունը, որտեղ համայնքը, որը պիտի կարևոր դերակատար լինի այդ ռեֆորմացիայում, ներգրավված է կամ դա է իրենց համար ամենակարևորը։ Արդյոք հայաստանյան կամ հայ առաքելական եկեղեցու վերարժևորման տեսանկյունից մենք պիտի խոսենք այն մասին, որ ինքը անձի հոգու փրկության մասին է, թե ինքը մեր մշակութային ինքնության եւ մեզ միացնող համահայկական կառույց է, ինչպես ճշգրիտ նշեց պարոն Հակոբյանը, տարբեր համայնքներում տարբեր դերակատարություն ունեցող չափազանց կարևոր կառույց է, եւ երբ որ մենք դրա դեմ ենք դուրս գալիս, դրա մասշտաբը չենք հասկանում հաճախ, դրա որպես տարբեր երկրներում տարբեր կարգավիճակներով գրանցված կազմակերպություն, Միացյալ Նահանգներում կորպորացիա է, որտեղ իրենք պետական ֆունկցիաներ են իրականացնում, ծննդյան վկայականներ կարող են տալ, Թուրքիայում էլ չեմ ասում, որ հայ լինելը եկեղեցուց տված թղթով է, հա, այսինքն շատ տարբեր էական դերակատարություններ ունի հայ առաքելական եկեղեցին, բացի բուն հոգևոր ֆունկցիան, եւ նաեւ այո, թերևս ամենամեծ համահայկական կառույցն է։ Դա փաստ է եւ դրա հետ պետք չի վիճել, ինքը այդպես է։ Մի բան է տեղի ունենում, որը պատմական ցավոք այս շրջանում է։ Պետություն եկեղեցի տարանջատումը առավելապես կաթոլիկ եկեղեցու եւ ինկվիզիցիայի տարիներից եվրոպացիների խնդիրն է եղել, որ հետո Ամերիկայում դարձել է կարևոր հիմնարար արդյունք։ Եվրոպական պատմությունն է այդ խնդիրն ունեցել, երբ եկեղեցին չափից դուրս շատ իշխանություն է ունեցել մոնարխիաների ժամանակ, այսինքն կրոնապետություն է թե ոչ հարցին պիտի ասենք, մենք դրա մասին չենք էլ խոսում։ Այստեղ խոսք չի գնում, թե եկեղեցին ավել ֆունկցիաներ պիտի ունենա պետական կառավարման համակարգում, այստեղ պետությունը մտնում է եկեղեցու կանոնադրական հարցերում եւ աղանդ է անվանում ինչ-որ բան։ Եթե ինչ-որ մեկը ինձ կարող է շատ կոնկրետ ձևակերպում տալ, թե ինչ է նշանակում աղանդը ընդհանրապես, ես շատ
Շնորհակալ կլինեմ եւ պարոն Հակոբյանին կխնդրեմ մասնագիտական Եվ արդյոք տեսանկյունից աշխարհիկը իշխանությունը իրավունք ունի որոշել ով է աղան ով հենց չէ։ այդ եւ արդյոք իսկ որ իշխանությունն իրավունք ունի ընդհանրապես այդ որ դասագրքում եւ ինչ կերպ այդ տեսաբանորեն ձևակերպել թե ինչն է աղանդը այդ նույն տրամաբանությամբ ռուս ուղղափառ եկեղեցու տեսանկյունից հայ առաքելական եկեղեցին մեծ աղանդ է հայ պատրիարքների գահերը այրվում էին այցերից հետո այրվում որպես աղանդ ուղղափառ մի եկեղեցու, որը հիմա Բարդուղիմեոս առաքյալին ուզում է աղվանացնել։ Այ դրա հետ մենք գործ ունենք։ հետ համագործակցությամբ շնորհակալություն, պարոն Հակոբյան, ձեր հերթն է։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր լսել գործընկերների կարծիքները։ Ես իմ ելույթը կձևակերպեի որպես առաջարկ հայ առաքելական համայնքին, որի մեջ եւ իշխանության ներկայացուցիչներն են, եւ ընդդիմության ներկայացուցիչներն են։ Նախ ըստ իս պետք է վերականգնել թեմակալ առաջնորդների ընտրությունը, որովհետև եպիսկոպոս առաջ չէին ձեռնադրում ինչ-որ ներշնչմամբ, այլ համայնքը առաջարկում էր իր եպիսկոպոսին, ինչը կա հիմա Սփյուռքում եպիսկոպոսները ընտրվում են համայնքի կողմից, եւ կաթողիկոսը իր անձնական նախաձեռնությամբ ձեռնադրում էր միայն դրան եպիսկոպոսին, այսինքն մայրաթոռի միաբան եպիսկոպոսներին։ Երկրորդը ես շատ հետաքրքիր մի առաջարկ եմ լսել հանրապետության վարչապետից ֆինանսական թափանցիկության վերաբերյալ, որպեսզի եկեղեցին հարկեր տա պետությանը եւ պետությունը նույն չափ գումարը հետ վերադարձնի եկեղեցուն։ Ես այդ առաջարկը կտարածեի բոլոր կրոնական ուղղությունների, հարանվանությունների վրա, որտեղ ցանկացած նման հարց ըստ իս ազգային անվտանգության խնդիր է։ Եվ մեր պետության համար բավականին մոտ մենթալ առումով կա մեկ ուրիշ պետություն, ազգ դա Հունաստանն է եւ հունական պետական եկեղեցու մոդելը, որտեղ հոգեորականները աշխատավարձ ապահովագրություն են ստանում պետությունից, գնում են թոշակի եւ թոշակ են ստանում պետությունից, այնինչ մեր հոգեորականները հատկապես ոչ կուսակրոն զուրկ են այդ ամեն ինչից։ Այսինքն իմ տպավորությամբ մենք պետք է փակենք խորհրդային եկեղեցու էջը եւ կառուցենք մեր Հայաստանի նոր անկախ Հայաստանի եկեղեցին, որի համահայկական բնույթը պետք է մնա ըստ իս, որովհետեւ դա շատ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն շատ, պարոն Հակոբյան, շնորհակալություն հարգելի հյուրեր բոլորիդ, հետաքրքիր քննարկման բանավեճի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն Աննա, ես հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ բուն բանավեճը կարող եք դիտել ամեն շաբաթօր երեկոյան ժամը 8-ին։ Բուն TV եթերում։ Այո, Բուն TV եթերում, ուրիշ ոչ մի TV եթերում չեք կարող դիտել բուն բանավեճը։ Շնորհակալություն, կհանդիպենք։ Հաջողություն։